Ձեր քննարկման եմ ներկայացնում օրենքների փաթեթի նախագծին հավանություն տալու հարց պետական նպաստների մասին եւ պետական կենսաթոշակների մասին։ Փորձեմ հիմնական կետերով հակիրճ ներկայացնել, եթե հարցեր կլինեն, պատասխանեմ, պարոն վարչապետ։ Առաջի փոփոխությունը, որ նախատեսում ենք իրականացնել, վերաբերում է ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրին, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն այս տարվա վերջում, եւ մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, ըստ էության մեր նոր 20% դրույքաչափով, որը հունվարի 1-ից կմտնի, սա նույնպես դառնում է 60,000 դրամ, այսինքն ընտանիքները կարող են ստանալ 60,000 դրամ 50,000-ի փոխարեն հետվճարի մեխանիզմով, այսինքն հետվճարի մեխանիզմը անկախիկ առևտրի դեպքում։ Այո, անկախիկ առևտրի։ Ամեն ինչ անկախիկ է տրվում եւ անկախիկ առևտրի դեպքում նրանք կարող են 60,000-ի դարձնել այս կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին բոլոր տեսակի նպաստները, այդ թվում սա հատուկ եմ նշում, եւ 6 տարում գումարային 6 տարում գումարային դա մոտավորապես կազմում է 4,320,000 դրամ, այսինքն մեկ երեխային տրվող նպաստի չափը եւ եթե կլինեն արդեն այլ շատ երեխաներ, համապատասխան անգամ ավել։ Ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ այս ծրագրով վերջի տվյալներով հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38,816 երեխա, այսինքն այսքան երեխաների համար վճարվում է այսքան գումար եւ մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ, ինքը բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է եւ առաջարկում ենք այն դարձնել մշտական։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք իրականացնել, վերաբերում է երեխայի միանվագ ծննդյան նպաստներին, որը այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ 5-րդը տրվում է տարբեր չափի աջակցություն, առաջինի եւ երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ, չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դրամ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում, հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ եւ ես կարող եմ ասել, որ օրինակ 2024 թվականին պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1.5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր է, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով
երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում։ Ես հատուկ նշեցի 4 միլիոն 320-ը, որը ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։ Եվ երրորդ կարգավորումը, որ առաջարկում ենք այս փաթեթով փոխել, որի մասին դուք նախորդ կամ մի կառավարության նիստ առաջ խոսել եք, բոլոր նպաստները, բոլոր տեսակի նպաստները եւ կենսաթոշակները ամբողջությամբ անկախիկ դարձնելուն է վերաբերում։ Ըստ էության որևէ այլ պարագայ, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ, հիմա էլ է իրականում թիվը բավական իջնում եւ օրինակ կարող եմ ասել, որ միայն վերջի 1 ամսում 10,000-ով իջել է կանխիկով ստացողների թիվը, ունենք այս պահին 661,000 քաղաքացուց, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, կանխիկ ստանում է ընդամենը 60,000-ը, 600,000-ը ստանում է արդեն անկանխիկ եւ նորից եմ ուզում նշել, միայն 10,000-ը, այսինքն տենդենսը ավտոմատ կա, բայց մենք այս որոշումով դա կարագացնենք։ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, պարոն վարչապետ, որովհետև այդ մեր 60,000 քաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու այդ կանխիկից անկանխիկ ացման process-ում, դա լինի հնարավորինս սահուն եւ անցավ եւ այս առիթը օգտագործելով պետք է խնդրեմ մեր գործընկերներին, հատկապես կենտրոնական բանկի եւ նաեւ պետեկամուտների կոմիտեի, որպեսզի իրար հետ աշխատենք ԿԲ-ի դեպքում որոշակի աջակցություն ակնկալելով բանկերի կողմից այդ հարցը լուծելու մասով, բանկերի եւ մեր եւ մենք կարգավորումները կփորձենք միասին տալ, իսկ պետեկամուտների կոմիտեի կողմից որոշակի բնակավայրերում, որտեղ որ սովորաբար հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունը ուժեղացնելու, որպեսզի մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից։ Որպես օրինակ եմ ուզում ասել, որի իրական դեպք եմ ուզում ասել, օրինակ հենց հիմա կան քաղաքացիներ կույր, որոնք որ մեր լիարժեք քաղաքացիներն են, որոնց հրաժարվում են բանկերում օրինակ տալ քարտ, որպեսզի իրեն կարողանան, այո, այդպես կոնկրետ դեպքերով ահազանգեր ունենք, խնամակալ են ուզում դատարանի վճռով հաստատված, որպեսզի գա իրենց փոխարեն դա ստանա, ես ուզում եմ բարձրաձայնել, որպեսզի բոլորս հանձնառություն վերցնենք եւ այդ հարցը լուծենք, որտեվ այդ տիպի քաղաքացիներն են նաեւ ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ եւ հենաշարժական խնդիրներ ունեցողները նաեւ, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ։ Շնորհակալություն։